Հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 79-ամյակը նախաձեռնության հեղինակը Փելեշյանի ազգականն է։ Ռեպորտաժը Հերմինե Յավարյանից։ Վանաձորում կայացավ ցերեկույթ նվիրված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանագիր, կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 79-ամյակին։ Ցերեկույթը կրում էր դրոշման ժամանակը Արտավազդ Փելեշյան խորագիրը, նախաձեռնողը կինոռեժիսորի ազգականներից Գոր Փելեշյանն էր։ Facebook-յան էջում կա Արտավազդ Փելեշյանի խումբ եւ խմբի անդամների հետ միասին որոշեցինք կազմակերպել նրա 79-ամյակին նվիրված միջոցառումը։ Ավագ Փելեշյանը երկար տարիներ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս ու թեև հոբելյանական ցերեկույթին եւս ներկա չէր, դահլիճում էին նրա ազգականները, հասակակից ընկերները, երիտասարդ մշակութային գործիչներ, այլք։ Թեհմինե Փելեշյանը թեև հորեղբորը Արտավազդ Փելեշյանին շուրջ 20 տարի է չի տեսել, սակայն հաճախ է դիտում նրա ստեղծած գործերն ու հիանում ազգական վարպետի արվեստով։ Մեր դարը հաճախակի եմ նայում այդ ֆիլմը, ծանր ֆիլմ է, բայց նրա մեջ ես բազում հիշողություններ ունեմ, որը պատմել է պապիկս։ Գիտեմ, որ ինքը շատ առաքինի, պարկեշտ, վեհ անձնավորություն է, հպարտ եմ, որ կա Փելեշյան տեսակի մարդը, մեծ մարդ։ Ես հպարտ եմ, որ նրա բարեկամն եմ եւ կցանկանամ, որ յուրաքանչյուրը հպարտանա մեր ազգի մշակութային գործիչների գործերով։ Միջոցառման սկզբում ներկայացվեց Արտավազդ Փելեշյանի կյանքն ու գործունեությունը, ապա ցուցադրվեց ֆիլմ, որտեղ վերծանվում էին մեր ժամանակակից լեգենդար մարդու ու նրա ստեղծած գործերի գաղտնիքները։ Փելեշյանը հայտնի է իր վավերագրական ֆիլմերով։ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս Փելեշյանին ճանաչում են որպես տարածական մոնտաժի հեղինակ։ Նա համադրել կամ մոնտաժել է կադրն ու երաժշտությունը շարժման մեջ։ Թեև Փելեշյանի հերոսները լուռ են, այնուամենայնիվ արտահայտում են հայի հայացքները։ Նրա ֆիլմերում խոսում է բնությունը։ Ես ճիշտ է, քիչ եմ օգտագործում բառեր, խնայելով ժամանակը հանդիսատեսի համար։ Ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է հզոր կինոից, ասել է Փելեշյանը։ Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, ժամանակը երբեք չի գրանցվում։ Մի առիթով նա նաև խոստովանել է, թե կյանք եւ վերջ ֆիլմերը նկարել է, երբ մութ ու ցուրտ տարիներ էին Հայաստանում, նկարահանել է, որ լույս բերի։ Իր ֆիլմերի շնորհիվ համաշխարհային կինեմատոգրաֆիայում բերած ավանդի համար Փելեշյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում Փարիզի կինոփառատոնի մեծ մրցանակի, Ոսկե ծիրան կինոփառատոնում Փարաջանովի անվան մրցանակի եւ այլն։ Ֆիլմի դիտումից հետո ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով ու հիշողություններով, ապա ցերեկույթի նախաձեռնողը հյուրերին հանձնեց Մշակույթի նախարարության կողմից տրամադրված հեղինակի գրքերը։ Հերմինե Յավարյան, Արեն Ավագյան, Մոլորակ։